սիրելի քույրիկներ ջան, որ իրոք այսօր մեծ օր է, ողորմությունների ասածը այսօր մեզի ամեն մեկից գտնվելու ստեղ, որ այն ինչ որ վայել է իրան, այն ինչ որ արժանի ինքը, մենք սրտանց փառավորենք այդ ամեն ինչի համար իրան մեծարենք, որպես իր ժողովուրդը, որպես իրան հուսացող, որպես իրան հավատացող ու իրան սպասող, թող իր անունը փառավորվի։ Տեսեք ինչ որ Արշախվերը շեծրեց իրոք այսօր Երբ Սուրբ Հոգին հայտնվավ երկրի վրա, ինքը ծնեց իր եկեղեցին, այսինքն ծնվավ երկրի վրա Քրիստոսի եկեղեցին, որը Քրիստոսի այրունով գնված էր։ Քրիստոս հաստատեց իր եկեղեցին իր Սուրբ Հոգու ուղարկելով, որպեսզի իրոք այդ ժողովուրդը ճշմարտությունը ճանաչեր հոգու միջոցով, հոգու մատակարարությունով։ Ու դեռ համար էլ Տերը ասեց. «Լավ է որ ես երթամ, որտեղ եթե ես երթամ, Սուրբ Հոգին կուղարկեմ ձեզի, եւ Սուրբ Հոգին գա, ձեզի բոլոր ճշմարտությունը կպատմի»։ Այսինքն, տեսեք մենք երբ որ կարդանք գրված է, որ Տերը ասեց, ինքը իր անձից չի խոսա, այսինքն ինքը անձ էր, բայց ինքը իր անձից չի խոսա, այլ ինչ որ քսեր Տերը ես իրանից կառնի ու մեզի կպատմի, որբիսի այդ ճշմարտությունը մեզի հասանելի դառնա, որբիսի այդ ճշմարտությունը իրապես բացվի մեր հոգու աշխարհի մեջ։ Կրնանանք ճշմարտություն ընդունենք ու այսօր իրոք ուրախանանք, ցնծանք եւ աղոթքով խնդրենք հա մեր հոգիների մեջ, որբիսի Տերը իր ներկայությունը, Սուրբ Հոգին իր ներկայությունը հաստատե, որբիսի ամեն խոսք, ամեն րոպե, ամեն վայրկյան, որ այսօր մենք խոսանք, կփառավորենք, կաղոթենք, իրոք թող Սուրբ Հոգու ներկայությունը եղնի մեր կյանքի մեջ, առհասարակ մեր բոլոր կյանքի ընթացքի մեջ թող իր ներկայությունը եղնի, որբիսի մենք կրնանանք իրապես ճանաչենք իրան, խոնարհվենք իր առաջ, մեծարենք իրան, ինչի համար, որտեղ Կարաչի Կորինթացիների 12-ի 3-րդ համարի մեջ շատ ենք այս մասին սվե, ինչ կսե Տերը կսե, ոչ ոք չի կրնա Հիսուսին Տերը սե, եթե ոչ Սուրբ Հոգիով, ամեն։ Գիտեք, սիկ շատ լուրջ միտք է, խորհուրդ է, ես ինչի համար կսեմ, կարող է մարդիկ շրթունքներով Տերը սեն Հիսուսին, դոր համար էլ Ղուկաս ավետարանի մեջ Տերը կսեր, ինչի ինձի Տեր կսեք, բայց իմ կամքս չեք կատարե։ Այսինքն Սուրբ Հոգով, երբ որ մարդ Հիսուսին Տեր կընդունե, ինքը ամբողջությամբ կհրաժարվի իր կամքից, իր մտածելակերպից, իր ցանկություններից, չէ՞, այլ ամբողջությամբ կտրվի Աստծուն իր կամքին։ Ինչի համար 2 Տիմոթեոս 3-4 համարի մեջ, երբ որ առաքյալը կնշեր վերջի օրերի մեջ գրված էր մարդիկ ավելի շատ ցանկասեր կեղնին, քան աստվածասեր։ Այդ ցանկասեր մարդիկ միշտ էլ Աստծո անունը կուտան, միշտ էլ Աստծուն կփառավորեն իրենց շուրթերով, միշտ էլ կկանչեն Աստծո անունը, բայց իրանց ներս աստվածասիրություն, այսինքն ծառայական հոգեբանություն չկա, իրանք կուզեն իրանցն էլ հաստատեն։ Դրա համար էլ առաքյալը մեզ գսեր Սուրբ Հոգին եկավ, որովհետեւ մենք մեր հոգիների մեջ Հիսուսին իրական Տեր ընդունենք, որ մենք մեր անձերի Տերը չենք, մենք մեր կամքի Տերը չենք, մենք մեր գործեության Տերը չենք, ինքն է մեր Տերը։ Ուրեմն ինքը ինչ ցանկանա, ինչ կամենա, այդ ձևի էլ պիտի գործե մեր կյանքի մեջ, որովհետեւ իրականում հոգու առաջնորդություն եղնի, հոգու լեցունություն եղնի, հոգու զորություն եղնի, որովհետեւ իրոք Տերոջ անունը փառավորվի մեր կյանքի մեջ։ Ու տեսեք, ինչ ձևի տեղի ունեցավ, երևի շատերը կարդացել եք, այդ դեպքը ինչ եղավ, ես կուզեմ ընդամենը հիշեցնել, որը գրված է Գործք առաքելոց 2-րդ գլխի մեջ, հա գրված էր, երբ որ Պենտեկոստի օրը լրացան, ամենքը միաբան մեկտեղ էին, հանգարցակի երկնքից մի հնչյուն եղավ սաստիկ փչող կամու պես եւ լցրեց բոլոր տունը, ուր նստած էին, եւ երևցան նրանց բաժանված լեզուներ, ինչպես կրագից, եւ նստեց նրանց ամեն մեկի վրա, եւ ամենքը Սուրբ Հոգով լեցվեցան եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ամեն։ Այսինքն ինչի մասին է խոսքը, գրված է որ աշակերտները իմ կարծիքով իրանք պատկերացում էլ չունեին թե այդ իրավիճակ այդ Սուրբ Հոգու գալը ինչ պետք է եղներ, որտեղ իրանք սպասեին Տիրոջեն խոսքին, որ Տերը ասեց սպասեք Երուսաղեմում, մինչև վերևից զորություն առնեք։ Ու իրանք էլ այդ սպասումներով, այդ խոսմունքներով, այդ հավատքով ինչ կենեն, գիշեր ցերեկ աղոթքի մեջ են, որտեղ եսպես կմտածեմ, որ իրոք ավելի շատ Սուրբ Հոգին սիրե, ոչ թե խոսաս իր մասին, այլ տեղ տաս,
որ ինքը աղոթքով բարեխոսությամբ գործե մարդու կյանքի մեջ, մեր կյանքի մեջ, որբիսի ինքը բարեխոսություն ունենա, որբիսի ինքը իրոք շատ խնդիրներ, հարցեր մեր կյանքի մեջ լուծե, ազատագրություններ տեղի ունենա, Տիրոջ փառքը բացվի, Քրիստոս կյանքը սկսե ձևակերպել մեր մեջ, որտեղ մարդ իր մտածելակերպով մենակ կրնա խանգարե Աստծուն, պետք է Աստծո Սուրբ Հոգու ներկայությունը, ուստեղ գրված էր, երբ որ նստած էին, ինչ տեղի ունեցավ, դա Աստված որ հմել ես իրոք ուզեմ որ այդ իրավիճակը տեղի ունենա, այսինքն Սուրբ Հոգին լեցվնե իր զորությունով, իր ներկայությունով, որ իրոք ամեն մեկը իր ներսը հոգու լեցունություն եղնի, այցելություն եղնի, զորանանք իրանով, ու գրված է որ կրագից լեզուներ, ու այդ կրագից լեզուները ինչի համար էր, որովհետեւ մարդկանց միջից, առաքյալների միջից վախը, թերհավատությունը, տգարությունը, անհավատությունը հեռու տաներ։ Ու մենք կտեսնենք շարունակությունը, երբ որ Սուրբ Հոգին այցելեց Պետրոսին, այն Պետրոսը որ վախից ուրացավ, այդ Պետրոսը արդեն համարձակությամբ ինչ երեց, կանգնեց ու Քրիստոսի անունը քարոզեց, կանգնեց ու Քրիստոսի ճշմարտությունը մարդկանց վկայեց, այսինքն դգեն զորությունն էր, որի մասին Տեր Հիսուսը կխոսար, որբիսի իրոք ամեն մեկը հավատքով ընդունեին Սուրբ Հոգին որպես Աստվածության երրորդ անձ, որտեղ այսօր իր դարաշրջանը ինքն է գործող անձը այսօր երկրի վրա, որ հոր սիրո եւ Հիսուսի շնորհքի ճոխությունը մարդկանց կյանքի մեջ բաց է։ Ինչի համար։ Տեսեք, այսօր շատ կարեւոր է որ Տեր Հիսուս ինքն էլ հիշեցրեց ասեց, եթե հոգուց ու ջրից չծնվիք, երկնքի արկայությունը չեք մտի։ Այսինքն ու սկսեց Սուրբ Հոգին առաքյալներին աղոթք կենել տալ ու գրված է որ ինչպես Հոգին նրանց խոսել էր տալիս։ Այսինքն Սուրբ Հոգու աղոթքի մասին բնականաբար այսօր մենք բոլորը շատերս աղոթքերել ենք, տեսել ենք, լսել ենք, հա, բայց ինչի համար դի աղոթքն է, ինչի հարգավոր մեզի սյունության համար, բնականաբար մենք չգիտենք, այդ ամեն ինչը Սուրբ Հոգինքս է, ու դերևս տեսեք, դերևս հին ժամանակներում Աստված հին ուխտի մեջ այս մասին խոսացել էր, որ պիտի Սուրբ Հոգին գա իր աշակերտների մեջ ու օտար լեզուներով խոսա, ասա, որովհետեւ իրոք վկայություն եղնի, ու ես կուզեմ հիշեցնեմ այս միտքը, որը գրած է Եսայի մարգարեության 28-րդ գլխում, տեսեք, դերևս այդ ժամանակ մարգարեի շուրթերով Աստված խոսեց ու ասեց, թե վերջի օրերի մեջ Սուրբ Հոգու գալուստը ինչ ծևի պիտի եղնի։ Նայեք ինչ կուզեր Սեր առաքյալը։ Ես կկարդամ 10-11-րդ համարները, 12-րդ համարները գրված է 11-ից կարդամ։ Իրավ, թոթովախոս շրթունքով եւ օտար լեզվով պիտի խոսենա այս ժողովրդի հետ։ Նա որ նրանց ասեց, սա է ձեր հոգնածին հանգստացնելու հանգստությունը եւ սա է մխիթարությունը, բայց նրանք չուզեցին լսել։ Թող իր անունը փառավորվի, իր անունը օրհնյալ եղնի, այսինքն ինչ դեր Տիրոջ պատգամների իրոք խոստմունքների իրականացումը, երբ որ առաքյալների մեջ իրականում այս խոսք այս խորհուրդ իրականացավ ու սկսեցին օտար լեզուներով խոսալ, օտար լեզուներով աղոթք կենել, մենք շարունակությունը կարտացել ենք, գրված որ մարդկանց մոտ այն տպավորությունը ստեղծվեց, ուսեցին երևի արփած են, երևի քինիով բռնված են, բայց շատերը զարմացան, երբ որ տեսան որ իրանց լեզուներով առաքյալները աղոթք կենեն, իրանց լեզուներով Աստծուն փառքուտան, Աստծուն շնորհակալություն կենեն, այսինքն կկատարվեր մարգարեության այս խոսքը, որ իրոք ամենքի առաջ բացվեր, որ Աստված պատգամ էր տվել բոլորին, ուսել էր, որ ես օտար լեզուներով պիտի խոսամ այս ժողովրդի մեջ։ Ու տեսեք գրված է նաև, երևի շատը ես այս համարներս եմ, որովհետեւ իրոք հետագայում դուք կարտացեք, հետո ավելի Աստված բացեց ձեզի, գրված է տեսեք, ուրեմն 14-րդ գլուխ առաջի Կորինթացիների 22-րդ համարի մեջ նայեք, ուրեմն լեզուները նշանի համար են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների։ Այսինքն առաքյալ ինչ կուզեր սեր, երբ որ մերտը լեզուներով աղոթք է, դիք նշանակի որ Աստված իր մեջ ուղարկել է Հոգին, որպեսզի Սուրբ Հոգին գործե իր կյանքի մեջ։ Այդ բարեխոսությունը, Աստված պաշտությունը, իրական ճշմարտությունը բացե, որպեսզի մարդը կրնանա ու սորվի Աստծո հոգով առաջնորդվել, Աստծո հոգով գործել։ Դրա համար էլ տեսեք, երբ որ մարդը կմգրդվի հոգով, դիք հավասար է նոր Հովանու ավետարան 1:12-ի մեջ գրված է ովքեր հավատացին Աստված իշխանություն տվավ Աստծո որդին էլ կոչվելու։ Այսինքն, եթե մեկը հոգով մկրտված, իշխանություն է տրվել իրան Աստծո բնակարան եղնելու, Աստծո տուն եղնելու, որովհետեւ այդ տան մեջ Աստված բնակվի, Աստծո հոգին բնակվի ու Աստվածային կամք հաստատե, որովհետեւ իրոք Աստված փառավորվի։ Ու եթե այսօր իրոք ամեն մեկը
ճշմարտությամբ կտրվենք այդ ճշմարտությանը, մեզի պետք է հետագայում այս խոստման առաջ խոնարհվել, այսինքն ինչ որ Հռոմեացիների 8:14-ի մեջ գսե որ ովքեր Աստծո հոգով գվարվին, նրանք են Աստծո որդիները, այսինքն իշխանություն տալը ուրիշ բան է, բայց հետագայում այդ իշխանության մեջ մնալը, այդ իշխանությունով ապրելը, այդ իշխանության մեջ իրոք տեղ տալ հոգուն, սիկ առաքյալը գսե որ ովքեր կվարվին այդ հոգով, ովքեր կառաջնորդվին այդ հոգով, ովքեր կաբրին այդ հոգու մեջ, որովհետեւ այդ հոգին իրանց ճշմարտության մեջ տանի։ Ու տեսեք Գաղատացիներից նույն 5-րդ գլուխ 24-25-րդ համարի մեջ առաքյալը ինչ գսեր, գսեր եթե հոգով ենք ապրում, ուրեմն հոգով վարվինք։ Այսինքն այդ հոգու ներկայությունը, հոգու առաջնորդությունը մարդու կյանքի մեջ պետք է ամեն ժամանակ եղնի, ամեն պարագայի մեջ, ոչ թե մենակ եկեղեցուն կամ հոգևոր մարդկանց հետ, հատկապես դուրս անհավատների հետ, ընտանիքի մեջ, շրջապատի մեջ, աշխատանքային վայրում, իրոք Աստված կուզե որ հոգին ամեն ժամանակ իրոք գործե մեր կյանքի մեջ։ Դրա համար Եփեսացիների 4:30-ը շատ անգամներ առաքյալը կսես խոսքում մենք էլ կհիշեցնենք որ մի տրտմեցրեք Աստծո Սուրբ Հոգին, որով կընկվեցաք փրկության օրվա համար։ Թող Աստված օգնե մեզի, թող Աստված զորացնե մեզի, Աստված մեր միտքը լուսավորե, որբիսի իրոք մենք տրվենք Աստծո հոգուն, որբիսի որպես անոթներ, որպես իրապես Աստծո զավակներ, որ Աստված ողորմելով մեզի կանչել է, որբիսի մենք իր տունը եղնենք, իր տաճարը եղնենք, կենթանի տաճար եղնենք, որտեղ կենթանի Աստված կգործե, թույլ տանք Աստծո հոգուն, որբիսի այս ճշմարտությունը մեր մեջ իրոք առաջացնե ու Քրիստոս կյանքը բացե։ Այսինքն Աստված ընձյուղ քեզի համարել է իր մարմնի անդամ, Աստված ընձյուղ քեզի համարել է որպես կենթանի տաճար, ուրեմն ամեն մեկը ստեղ տանք, որբիսի այդ հոգին, ճշմարտության հոգին, մխիթարության հոգին, որ եկել է մեր կյանքի մեջ, ինքը Քրիստոս կյանքը մեր մեջ ձևակերպ է, ինքը Քրիստոսին ներկայացն է։ Հավատացեք, երևի բոլորդ էլ տեսել եք, որ շատ անգամներ, երբ որ մենք մարդկորեն ենք ներկայացրել Հիսուսին, շատ վատ բան է ստացվել։ Նույնիսկ մարդիկ չեն էլ ընդունել, հագարակվել են, որտեղ դիգենք մարդկորեն ենք ներկայացրել Հիսուսին, բայց երբ որ Սուրբ Հոգին ինքը մեր միջից Հիսուսին ներկայացրել է, հա, բոլորի մեջ մեծ տպավորություն է թողել, ինչի, որտեղ գրված է որ իրոք հոգին մենակ կրնա Հիսուսին ներկայացնե, հոգին կրնա ճշմարտությունը մարդկանց սրտերի մեջ մտցնե, որովհետեւ մարդիկ խոնարհվին այդ ճշմարտության առաջ։ Դրա համար էլ այսօր մենք հավաքվել ենք, որբիսի շնորհակալություն հայտնենք մեր հորը Տեր Հիսուսի անունից, որ այսօր մեզի որբ չթողավ, անդեր չթողավ, իրոք չթողավ մեզի երկրի վրա, այլ ուղարկեց իր հոգին, որը եկավ որպես ժառանգության գրավականի կնիկ մեր սրտերի մեջ, Եփեսացիներից 1:13-14 համարները գսե, երբ որ հավատացիք, մգրտվեցաք այդ խոստացյալ Սուրբ Հոգով, որ ժառանգության գրավականն է, այսինքն այսօր այս խոստմունքները, այս ողորմությունները, այս օրհնությունները ունենալով մեր կյանքի մեջ, խնդրենք որ Աստված իրապես օգնե մեզի, զորացնե մեզի, տա իմաստություն, որովհետեւ իրոք մենք հրաժարվենք մեր մարդկային կամքից, մեր մարդկային մտածելակերպից, մեր մարդկային իմաստություններից ու ամբողջությամբ վստահենք իրան։ Տանք իրան տեղ ու խնդրենք, աղոթենք, աղաչենք, որովհետև իրոք աղոթքի հոգի է, Սուրբ Հոգին աղոթքի հոգի է, որ կսիրե գիշեր ցերեկ աղաչանքով ու աղաստանքով Սուրբերի համար բարեխոսություն է։ Հռոմեացիների 8:26-ի մեջ իրոք առաքյալը գսեր ինչ պիտի աղոթք ենք, չգիտենք, բայց ինքը անբարբար հառաչանքով Սուրբերի համար բարեխոսություն կենե, թող Տերը օգնե մեզի, Տերը տա իրոք իմաստություն, ու իրոք այսօր մենք կցնձանք, կուրախանանք, ես հատկապես շատ կուրախանամ, որ ես կհամարվիմ հոգեգալստական եկեղեցու անդամ, այսինքն կդունենք Սուրբ Հոգու մգրտությունը մեր կյանքի մեջ, կցնձանք, կուրախանանք, որ իրոք Աստված ընտրել է մեզի, որպես կենթանի տաճարներ, կենթանի անոթներ, որտեղ Աստվածության երրորդ անձը կբնակվի, եւ իրոպես սիկ ինչքան ուրախություն է, այնքան էլ նաեւ մենք պետք է զգուշ եղնենք, շատ զգուշ եղնենք, որովհետեւ չանարգենք, ինչի, որովհետեւ շատ եք կարդացել առաջի Կորինթացիներից 3:17-ը գսեր, ով որ Տիրոջ տաճարը, անոթը աբական է, Աստված էլ անոր պիտի աբականե։ Դրա համար մեզի պետք է իրոք զգուշություն ունենալ, մեզի պետք է շատ զգուշ քայլել, շատ զգուշ խոսալ, գործել, ապրել, որտեղ մենք այլևս մերը չենք,
Մենք ընդրված ենք, որպեսզի Աստծուն եղնենք, ընդրված ենք, որպեսզի իրան ներկայացնենք, Տիրոջ դեսպաններ եղնենք, որտեղ մենակ Տիրոջ հոգին կգործե ու Քրիստոս կյանքը կփարավորե։ Թող իր անունը փարավորվի։ Ամեն։